Ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Ռանսիերի «Անգետ ուսուցիչը. մտավոր ազատագրման 5 դաս» աշխատությունը դժվար է հստակ ժանրի դասել։ Գրքի հերոսը Ժոզեֆ Ժակոթոն հանգամանքների բերումով հայտնվում է մի իրադրության մեջ, որտեղ ստիպված է ուրիշներին սովորեցնել բաներ, որ ինքն էլ չգիտի։ Թերևս սա ծավալուն մի էսսե է, որտեղ հեղինակի Ռանսիերի ուղերձները հմտորեն միախառնվում ու միահյուսվում են Ժոզեֆ Ժակոթոյի գաղափարներին, ընթերցողի մոտ շփոթմունք առաջացնելով առ այն, թե ով է խոսում տեքստի տվյալ պահին։ Կարելի է պնդել, թե Ռանսիերն է խոսում Ժակոթոյի միջոցով, նրա անունից, եւ հակառակը Ժակոթոն, իդեմս մեր ժամանակակից Ռանսիերի, գտել է մեկին, որ 20-րդ դարի վերջին երկրորդ շնչառություն է հաղորդել դեռ 19-րդ դարում ձևակերպած իր գաղափարներին։ Ֆրանսիացի փիլիսոփայի 1987 թվականին լույս տեսած այս գիրքը կարևոր հանգրվան է թե մանկավարժական մտքի, թե ազատագրման փիլիսոփայության զարգացման համար։ Գիրքը այլընտրանքային մանկավարժության մանիֆեստ է, որն առաջարկում է հիմնովին վերանայել կամ ավելի ճիշտ գլխիվայր շրջել ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները։ Գրքի հերոս Ժոզեֆ Ժակոթոն պատմական, իրական մի կերպար է, որի կենսագրությունը Ջեք Լոնդոնի և մյուս արկածախնդիր հոգիների ճակատագրի սովոր արտահայտումներից է։ 19-ամյակը նշել էր 1789-ին։ Այն ժամանակ ռետորաբանություն էր դասավանդում Դիժոնում և պատրաստվում էր փաստաբանի մասնագիտության։ 1792 թվականին հրետանավոր էր, ապա հրահանգիչ Վառոդի բաժանմունքում, պատերազմի նախարարի քարտուղար, Պոլիտեխնիկ ինստիտուտի տնօրենի տեղակալ։ Փարիզից Դիժոն վերադառնալով դասավանդել էր վերլուծաբանություն, գաղափարաբանություն և մեռած լեզուներ, մաքուր ու անդրանցական տրանսցենդենտալ մաթեմատիկա, իրավաբանություն։ 1815-ի մարտին համերկրացիների հարգանքը պատգամավոր էր դարձրել նրան ակամա։ 1818 թվականին Ժակոթոն քաղաքական պատճառներով ստիպված էր մեկնել Բելգիա, որտեղ Լուվենի համալսարանում կես դրույքով ֆրանսիական գրականության պրոֆեսորի պաշտոն ստացավ։ Նա ընդհանրապես չգիտեր հոլանդերեն և ստիպված էր դասավանդել ուսանողներին, որոնք էլ իրենց հերթին չգիտեին ֆրանսերեն։ Ժակոթոն գտնում է երկլեզու ֆրանսերեն և հոլանդերեն մի գիրք Տելեմաքոսը։ Թարգմանչի միջոցով այն փոխանցում է ուսանողներին և հանձնարարում է սովորել ֆրանսերեն տեքստը երկու տեքստերի համեմատության միջոցով։ Ուսանողներին ոչ մի բացատրություն չէր տվել ֆրանսերեն լեզվի վերաբերյալ, չէր մեկնաբանել ուղղագրությունն ու խոնարհումները, չէր էլ կարող, քանի որ ինքն էլ նրանց լեզվին չէր տիրապետում։ Ուսանողները մեն-մենակ որոնել գտել էին հոլանդերեն բառերին համարժեք ֆրանսերեն բառերը և միայնակ սովորել էին համակցել դրանք, ստանալով ֆրանսերեն դարձվածքներ։ Դասընթացի ավարտին ուսանողները ֆրանսերենով գրի էին առել իրենց մտորումները կարդացածի մասին։ Նրանցից ոմանք նույնքան հաջող, որքան կարող էին անել ֆրանսիացիները։ Սա շատ նման է մանուկների կողմից մայրենի լեզուն յուրացնելուն։ Երեխաներին լեզու սովորեցնելու կարիք չկա։ Նրանք ինքնուրույն սովորում են ենթադրելով բառերի նշանակությունը, սխալվելով, փորձելով, նոր բացահայտումներ անելով։ Եթե երեխաները առանց ուղղորդման կարող են յուրացնել իրենց համար լիովին անծանոթ մի բան, ինչու նույնը չեն կարող մեծահասակները։ Բելգիացի ուսանողների այս անսպասելի արդյունքից Ժակոթոն հասկացավ, որ բացատրողն է, որ ունի կարիքն անկարողի, այլ ոչ թե հակառակը։ Նա է, որ կազմավորում է անկարողին որպես այդպիսին։ Որևիցե մեկին որևիցե բան բացատրել, ասել է թե նախ եւ առաջ ապացուցել նրան, որ նա ինքնուրույն չի կարող հասկանալ։ Ժակոթոյի կամ որ նույնն է Ռանսիերի համոզմունքն այն է, որ մարդը կարող է մենակ սովորել, երբ ցանկանա, առանց բացատրող ուսուցչի, իր սեփական ցանկության կամ իրավիճակի ճնշման պարտադրանքով։ Ուսուցչի միակ դերը կամք բանեցնելն է, այսինքն սովորողին պարտադրելը, որպեսզի նա օգտագործի իր սեփական խելքը։ Իսկ դրա համար ամենևին կարիք չկա, որ ուսուցիչը որևէ բնագավառի ինչ-որ կոնկրետ գիտելիք ունենա։ Հակառակը, ուսուցիչը կարող է լինել անգետ և սովորեցնել իր չիմացածը, եթե հավատում է, որ աշակերտը կարող է դա և ստիպում է նրան գործի դնել իր ունակությունը։ Ընդ որում, անգետ նշանակում է ոչ միայն գիտության որևէ բնագավառի կամ դասավանդվող առարկայի չիմացություն, այլև չիմացություն անհավասարության մասին։ Անգետ ուսուցիչը նա է, ով չի կամենում իմանալ անհավասարության պատճառների մասին։ Այսինքն մեկը, որ
չի հավատում մարդկանց անհավասարությանը, ոչ էլ հետաքրքրված է դրանով։ Սովորողի մոտ իր կարողությունների նկատմամբ վստահության ձևավորումն ու ինքնուրույն առանց ուսուցչի քայլելը ազատագրման ակտ է։ Ով ուսուցանում է առանց ազատագրելու, բթացնում է։ Իսկ ով ազատագրում է, պարտավոր չէ մտահոգվել, թե ազատագրվողը ինչ պիտի սովորի։ Նա կսովորի ինչ կուզի, գուցե ոչինչ։ Սակայն եթե ուսուցիչն անգետ է, ինչպիսին Ժակոթոն էր բելգիացի ուսանողների համար, այդ դեպքում ինչպես է սովորեցնում նա։ Շատ պարզ, համեմատությունների եւ առնչությունների միջոցով։ Պետք է մի բան սովորել եւ դրան առնչել մնացյալ ամեն ինչ։ Կարող ես ճանաչել այդտեղ O տառը, որ աշակերտներիցս մեկը արհեստով փականագործ շրջանակ է անվանում, L տառը, որին անկյունաչափ է անվանում։ Պատմիր ինձ յուրաքանչյուր տառի ձևի մասին, ինչպես որ կնկարագրեիր մի անծանոթ առարկա կամ վայր։ Չասես, թե չես կարող։ Փականագործը, որ O տառը կլորակ է կոչում եւ L-ն անկյունաչափ, արդեն մտածում է առնչությունների միջոցով։ Ահա այսպես երբևէ կրթությանը չառնչված արհեստավորը, որ տառերը նմանեցնում է իր արհեստի մեջ կիրառվող գործիքներին կամ կենցաղային պարագաներին, կարող է քայլ առ քայլ այբուբենը սերտել։ Մեկ այլ օրինակ էլ բերենք։ Միշտ էլ կա մի բան, որ անգետը գիտի եւ որը կարող է համեմատության եզր ծառայել, որին հնարավոր է առնչել, ճանաչելու մի նոր բան։ Վկան այն փականագործը, որն աչքերն է չռում, երբ նրան ասվում է, թե կարող է կարդալ։ Ախր անգամ տառերը չգիտի։ Դե թող նեղություն քաշի եւ աչք գցի օրացույցի վրա։ Միթե չգիտի ամիսների կարգը եւ չի կարող կռահել։ Հունվար, փետրվար, մարտ, նա հաշվել գիտի մի քիչ։ Ով է նրան խանգարում հանգիստ հաշվել, հետևելով եղած գծերին, ճանաչելով նրանում այն գիրը, որ ինքը գիտի։ Գիտի, որ փետրվարը 28 օր ունի։ Հստակ տեսնում է, որ մի սյունակն ավելի կարճ է, քան մյուսները, հետևաբար կճանաչի 28-ը։ Եվ այդպես շարունակ։ Ահա այսպես կենսափորձից եկած այն գիտելիքը, որ փետրվարն ունի 28 օր, հետևաբար պատից կախված օրացույցի մեջ մյուսներից քիչ տեղ է զբաղեցնում, թույլ է տալիս նախ փետրվարի սյունակը գտնել, հետո դրա վերնագիրը փետրվար բառը նույնացնել, հետո հարևան ամիսների անվանումները ճանաչել, հունվար, մարտ եւ այսպես շարունակ։ Որ մանուկը չի լսել հայր մերը կամ անգիր չգիտի որևէ աղոթք։ Հարևանության մեջ մեկը կգտնվի, որ կարող է գրի առնել այն։ Չքավոր ու անգետ ընտանիքի հայրը կարող է սկսել իր երեխայի կրթությունը հարց ուղղելով նրան, թե որն է մեր բառը։ Եվ մանուկը թղթի վրա կգտնի այդ բառը ու կկարողանա ճանաչել այն ամենուրեք։ Ընտանիքի մի հայր, աղքատ ու անգետ կարող է ուրեմն ձեռնարկել իր զավակների կրթությունը։ Պետք է սովորել ինչ-որ բան, ապա դրան առնչել մնացած ամեն ինչը համաձայն հետևյալ սկզբունքի. բոլոր խելքերը հավասար են։ Գիտուն ուսուցիչը, որ տիրապետում է իր կարծիքով ճշմարտությանը, իր հարցերով ուղղորդում է աշակերտին, սակայն ուղղորդում է դեպի կանխատեսելի գիտելիքը, դեպի ուսուցչին հայտնի եւ ուսուցչի կողմից ընդունելի ճշմարտությունը։ Ուսուցչի այդպիսի աջակցությունը բավարար է այնքան, որ աշակերտը մտածի, բայց ոչ այնքան, որ լիովին ինքնուրույն ու լիովին անկախ մտածի։ Սա Սոկրատեսի մեթոդն է դարերի խորքից մինչև մեր օրերը կենսունակ, որ ոչ այլ ինչ է ըստ Ռանսիերի, քան կրկեսի կենթանավարի մեթոդ, կազմակերպված բեմադրություն։ Սոկրատեսը պիտի բռնի ստրուկի ձեռքից, որպեսզի վերջինս կարողանա գտնել այն, ինչն իր իսկ մեջ է։ Նա երբեք չի քայլի մենակ, ընդ որում ոչ ոք նրանից քայլել չի էլ պահանջում, եթե ոչ միայն ուսուցչի դասը լուսաբանելու համար։ Նրանում Սոկրատեսը հարցաքննում է ստրուկին, որի ճակատագիրը ստրուկ մնալն է։ Այսպիսով Սոկրատեսի կերպարը ազատագրողի կերպար չէ, այլ բթացնողի, ով բեմադրություն է կազմակերպում աշակերտին ի ցույց դնելով վերջինի սահմանափակությունն ու իբր կրթում է նրան, ուղղորդող հարցերով հրելով դեպի ուսուցչի նախընտրած ճշմարտությունները։ Նա զարմանում է շոշափումից, հետ է շրջվում, տեսնում իր առաջնորդին։ Զարմանքը փոխակերպվում է հիացմունքի եւ այդ հիացմունքը բթացնում է նրան։ Աշակերտը զգում է, որ մենակ թողնված նա չէր հաղթահարի այդ ուղին։
Բրազիլացի տեսաբան, կրթության ոլորտի նշանակալից գործիչ Պաուլո Ֆրեյրեի «Ճնշվածների մանկավարժություն» գիրքը, որ հրատարակվել է 1968-ին, իր ոգով այնքան համահունչ է շուրջ 20 տարի անց լույս տեսած Ռանսիերի գրքին, անգետ ուսուցչին։ Սրանց կարելի է գաղափարակից կամ երկվորյակ գրքեր համարել, որ պայքարի միևնույն թիրախներին են միտված։ Մի քանի հատկանշական մեջբերում կատարենք գրքից երկու հեղինակների՝ Ռանսիերի և Ֆրեյրեի խորհրդածությունների ներդաշնակությունը ցույց տալու համար։ Ուսուցիչը իրականության մասին խոսում է այնպես, կարծես այն անշարժ է, ստատիկ, կտոր, կանխագուշակելի։ Կամ էլ խոսում է մի թեմայից, որը կտրականապես հակասում է սովորողների էգզիստենցիալ փորձին։ Նրա նպատակն է լցնել սովորողներին այն բովանդակությամբ, որը հեռու է իրականությունից, անջատված է այն ամենից, որը ծնել է նրանց և իզորու է իմաստ փոխանցելու։ Բառերը կորցնում են իրենց կոնկրետությունը և դառնում են անիմաստ, թշնամությամբ լցված շատախոսություն։ Այդ պատմողական կրթության բնութագրիչ գիծը խոսքի հնչեղությունն է, այլ ոչ փոխակերպման ուժը։ Ֆրեյրեից մեկ այլ մեջբերում էլ, որ նույն հաջողությամբ կարող էր տեղ գտնել Ռանսիերի գրքում։ Ուսուցիչն իրենից ներկայացնում է սովորողի հակադրություն և սովորողների անկրթությունը բացարձակ համարելով արդարացնում է իր գոյությունը։ Սովորողներն օտարվում են ինչպես ստրուկները Հեգելի դիալեկտիկայում, ընդունում են իրենց անգրագիտությունը, արդարացնելով ուսուցչի գոյությունը։ Եվ քանի որ մարդիկ ստանում են աշխարհը որպես պասիվ էակներ, կրթությունը նրանց ավելի է պասիվացնում, և նրանք ավելի ու ավելի են հարմարվում աշխարհին։ Կրթված անձնավորությունը առավելագույնս ադապտացված անձնավորությունն է, որովհետև լավ է հարմարված աշխարհին։ Այս ամենը պրակտիկորեն հիանալի է ճնշողների համար, որոնց հանգիստը հենց կախված է նրանից, թե որքան են մարդիկ հարմարվում իրենց ստեղծած աշխարհին և որքան քիչ հարցեր են տալիս։ Պաուլո Ֆրեյրեի «Ճնշվածների մանկավարժություն» գիրքը էական ազդեցություն է ունեցել կրթության փիլիսոփայության զարգացման վրա։ Արժի առանձին հանդիպում նվիրել դրա դրույթների մանրամասն ուսումնասիրությանը։ Ժակոթոյի և Ռանսիերի գաղափարների համակարգում բացատրողը, սովորեցնողը իշխանություն բանեցնող է։ Նա ոչ միայն որոշում է ինչ սովորեցնել և ինչպես, այլև ինքն էլ որոշում գնահատում է, արդյոք սովորողը յուրացրել է իր փոխանցած գիտելիքը։ Այդպես կրթության միջոցով դրվում են ստորադաս-վերադաս հարաբերությունների հիմքերը, հետագայում տարածվելով ամբողջ հասարակական կարգի և հարաբերությունների վրա։ Սոցիալական հարաբերություններն առաջին հերթին փոխանակման հարաբերություններ են, որտեղ յուրաքանչյուրն ինչ-որ բան է ստանում իր դավանած ստորադասության դիմաց։ Որոշ անհատներ իրենց տեղը զիջում են նրանց, ում իրենցից վերադաս են համարում, չցանկանալով ստանձնել կամք և խելք գործադրելու պատասխանատվություն։ Իրենց մյուսներից վերադաս համարողներն էլ վերցնում են հասարակության պայծառ ուղեղների այդ պայմանական դերերն ու պատասխանատվությունը։ Իրականում երկու կողմն էլ պայմանականության պատրանքի մեջ են։ Չի գտնվի բարձր մի միտք, որ չգտնի ավելի բարձր մեկ ուրիշին նրան նսեմացնելու համար, և չի գտնվի ցածր մի միտք, որ չգտնի ավելի ցածր մեկ ուրիշին նրան արհամարհելու համար։ Լուվենի պրոֆեսորական տիտղոսը չնչին բան է Փարիզում, և Փարիզի արհեստավորը գիտի, թե իրենից որքան ստորակա են Գավառի արհեստավորները, որոնք էլ իրենց հերթին գիտեն, թե որքան հետամնաց են գյուղացիները։ Ահա այսպես, արհամարհելով ուրիշի, ենթադրյալ ավելի ցածր ինտելեկտուալ կարողությունները, կառուցվում է հանրային հիերարխիան։ Դեռ այսօր էլ ինչն է մտածողին ստիպում արհամարհել բանվորի խելքը, եթե ոչ բանվորի արհամարհանքը գյուղացու նկատմամբ։ Գյուղացունը իր կնոջ, այս կնոջը հարևանի կնոջ և այսպես անվերջ։ Հասարակական անբանականությունն իր բանաձևը կազմված է գտնում նրանում, որը կարելի է կոչել վերադաս-ստորադասների պարադոքս։ Այդտեղ յուրաքանչյուրը ենթարկված է նրան, ում նա ստորադաս է համարում, ենթարկված զանգվածի օրենքին, նրանից տարբերվելու իր իսկ հավակնությամբ։ Անգետ ուսուցիչը գրքից մեջբերված այս հատվածներին համահունչ է արդեն հիշատակված Պաուլո Ֆրեյրեի այն մեկնաբանությունը, որտեղ վերջինս բացատրում է, թե ինչու է ազատագրումը դժվար։ Նրանք չեն գիտակցում, որ պատկանում են ճնշվածների խավին, քանի որ իրենց իդենտիֆիկացնում են ճնշողների հետ։ Նրանք ագրարային ռեֆորմների են ձգտում ոչ թե ազատվելու, այլ հող ձեռք բերելու, սեփականատեր դառնալու համար։
այլ կերպ ասած, այլ աշխատողների տնօրինելու համար։ Ծայրահեղ հազվադեպ է լինում, երբ մի գեղջուկ առաջխաղացում ունենալով չդառնա ավելի դաժան իր նախկին ընկերների նկատմամբ, քան ինքը տերը։ Ճնշվածներն իրենց պայքարի սկզբնական փուլում ճնշողի մեջ տեսնում են առնականության, հասունության իրենց մոդելը։ Այսպիսով, ճնշվածի արհամարանքը բախտակից ընկերների իր նմանների նկատմամբ համախմբման տեղ չի թողնում։ Ստրուկի համար իր ատելի տերը միաժամանակ նաև սիրելի տեր է, որին երազում է նմանվել ու տեղը զբաղեցնել։ Գրքում շրջանցված չեն անհավասարության ակնհայտ փաստերը։ Բերվում է բոլորիս քաջ հայտնի եւ չարչրկված օրինակը։ Եթե միևնույն ընտանիքից երկու երեխա տարբեր հաջողությունների են հասնում, ինչով կարելի է բացատրել դա։ Ռանսիերին համոզիչ են թվում տարատեսակ պատճառներ՝ եղբայրների ուշադրության, կամքի, կյանքի հանգամանքների տարբերությունները, սակայն ոչ ինտելեկտի անհավասարությունը։ Ըստ Ռանսիերի երկու տեսակ միտք չկա եւ մտավոր ընդունակության աստիճանակարգ չկա։ Կա անհավասարություն խելքի դրսևորումներում, նայած որքան մեծ կամ փոքր էներգիա է կամքը հաղորդում խելքին, բացահայտելու եւ համակցելու համար նոր հարաբերություններ։ Ինտելեկտը գործում է այնտեղ, որտեղ կարիքներն ու գոյության հանգամանքներն են այդպես պահանջում։ Որտեղ սուր անհրաժեշտություն չկա, ինտելեկտը նախընտրում է ծուլությունն ու դադարը, փախուստը, ճիգ գործադրելուց, մինչ այն պահը, երբ որևէ այլ կամք, ուսուցչի կամ սրտացավ մեկի, նրան չհարկադրի գործել։ Իդեպ, մտավոր ծուլության եւ ջանք խնայելու մասին է մեկ այլ հանրահայտ գիտնականի Դանիել Քանեմանի «Մտածողություն, արագն ու դանդաղը» գիրքը, որին մեր նախորդ թողարկումներից մեկն ենք նվիրել։ Ժակ Ռանսիերի համար մարդը կամք է, խելքով սպասարկվող։ Անհավասարության պատճառներն ընկած են մարդկանց կամքերի անհավասար չափով հրամայական լինելու մեջ։ Դրա պատճառով են առաջանում ուշադրության տարբերությունները եւ որպես հետևանք մտավոր կատարողականությունների անհավասարությունը։ Կամային գործոնի այսչափ կարևորումը Ռանսիերի մոտեցման թերևս ամենաթույլ եւ վիճելի կետն է։ Անգետ ուսուցիչը գիրքը ոգեշունչ ընդվզում է մարդկությանն ուղեկցող այն քարացած պատկերացման դեմ, թե մարդիկ հավասար խելք կամ ինտելեկտ չունեն, թե կան երկաթի ցեղի մարդիկ, կոչված միայն ֆիզիկական աշխատանքի եւ ոսկու ցեղի մարդիկ, մտավոր աշխատանքի ունակ։ Այս արհեստական, պայմանական տարանջատման դեմ ջերմեռանդ պայքարը ստիպում է, որ մի նոր փոփոխական ներմուծվի՝ կամքը։ Այն, ինչ չի բացատրվում ինտելեկտի տարբերությամբ, այժմ հիմնավորվում է կամքերի կամ դրանց գործադրման տարբերությամբ։ Սակայն Ռանսիերի ուշադրությունից վրիպում է այն հանգամանքը, որ խելքի փոխարեն կամքը մատնացույց անելով որպես անհավասարության պատճառ, միևնույն է, չենք մոտենում անհավասարության հաղթահարմանը։ Եթե թույլ կամ ցածրակարգ խելքի խարանը ջնջում ենք, արդյոք դրա փոխարեն նոր խարան չենք ներմուծում, թույլ կամ անբավարար կամքի խարանը։ Էական տարբերություն չկա։ Հիմա էլ աստիճանակարգությունը կշարունակվի արդեն ըստ կամային ուժի ու էներգիայի։ Այս մեկն ուժեղ կամքի տեր է եւ գիտի գործադրել իր կամքը, այն մյուսը կամազուրկ է կամ չի կարողանում կամք բանեցնել։ Խելքով թե կամքով մարդկանց աստիճանակարգել, արդյունքը նույնն է մնում։ Հնարավոր է արդյոք, որ Ժակոթոյի առանց բացատրող ուսուցչի սովորելու եւ այդ կերպ ազատագրվելու մեթոդը համընդհանուր կիրառություն գտնի։ Գրքում հստակ ու աներկբա պատասխան կա։ Համընդհանուր ուսուցումը չէ եւ չի կարող լինել հասարակական մեթոդ։ Նա չի կարող տարածվել հասարակական հաստատությունների մեջ եւ միջոցով։ Հասարակության ամեն մի հաստատություն բացատրություն է գործողության մեջ, անհավասարության բեմականացում։ Համընդհանուր ուսուցումը կարող է հասցեագրվել միայն անհատներին, բայց ոչ երբեք հասարակություններին։ Գրքի վերջաբանում Ռանսիերը մի հետաքրքիր դրվագ է պատմում։ Ժակոթոյի Շիրմաքարին Պեր Լաշեզում նրա աշակերտները փորագրել էին տվել մտավոր ազատագրման հավատամքը։ Ես հավատում եմ, որ Աստված մարդու հոգին ստեղծել է ունակ կրթվելու մենակ, առանց ուսուցչի։ Մի քանի ամիս անց Շիրմաքարի վրայի այս գրությունը պղծվել էր։ Վանդալիզմի այդ ակտին կարելի է խորհրդանշական մեկնաբանություն տալ։
Թե հասարակական ինստիտուտները, թե առանձին անհատները պատրաստ չեն եւ ամեն կերպ ընդդիմանում են անուսուցիչ կրթությանը։ Դասավանդման որակից ու էթիկայից դժգոհելով միևնույնն է, համարձակություն չունեն արմատական փոփոխություններ պահանջելու։ Իրերի առկա կարգը պահպանելու հարցում առաջին հերթին շահագրգռված են հանրային ինտելեկտուալները, որովհետեւ ազատագրված անհատներն այլևս կարիք չունեն առաջնորդող ձեռքի ու հեղինակության։ Առաջադիմական որևէ բացատրող նախ եւ առաջ բացատրող է, այսինքն անհավասարության պաշտպան։ Առաջադիմականները չունեն այլ զորություն, քան այդ անգիտությունը, ժողովրդի այդ անկարողությունը, որն էլ հիմնում է նրանց քահանայությունը։ Ինչպես առանց իրենց ոտքերի տակ վիհ բանալու ասեն ժողովրդի մարդկանց, որ նրանք իրենց կարիքը չունեն լինելու համար ազատ եւ կրթված այն ամենով, ինչը համապատասխանում է իրենց մարդկային արժանապատվությանը։ Այդ այսպես կոչված ազատագրողներից յուրաքանչյուրն ազատագրվածների իր երամակն ունի, որին թամբում է, սանձում ու խթանում։ Հավատամք բառը լավագույնս է բնորոշում Ռանսիերի եւ Ժակոթոյի գաղափարների համակարգը։ Անգետ ուսուցիչը խելքի հավասարության հիմնավորումների կուռ եւ գիտականորեն հիմնավորված շարադրանք չէ։ Իր ոճավորմամբ այն ավելի շատ մանիֆեստ է հիշեցնում։ Այն հռչակում է հավատ առ մարդկանց ինտելեկտուալ հավասարությունը եւ ընդվզում է անհիմն անհավասարության դեմ։ Անգետ ուսուցիչը գիրքը կտրականապես դեմ է ցանկացած բացատրության ու մեկնաբանության։ Դրանք բացատրողի իշխանության բանեցման եղանակներ են։ Ուստի գրքի ոգուն հավատարիմ մնալու համար պետք է կոչ անենք։ Մի նայեք այս տեսանյութը, քանի որ այն գիրքն է բացատրում ու մեկնաբանում։ Պարզապես կարդացեք գիրքը ինքնուրույն։